Տիկին Տատախաս, ինչպես գիտենք բոլորս, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՄԻԵՏ-ը կայացրեց վճիռ, մարտի 1-ի ամենաառանցքային վճիռներից մեկը 9 զոհերի վճիռը Ֆարմանյան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դատարանը կայացրել է որոշում, որ պետությունը հիմնական գլխավոր որոշումներն են, որ պետությունը կիրառել է մահաբեր զենք, պետությունը կիրառել է անհամաչափ ուժ, պետությունը չի կանխել արյունահեղությունը, չի կատարել անաչառ քննություն։ Եվ իմ կարծիքով ՄԻԵՏ-ի վճիռը քննության ենթակա չի եւ ըստ ինձ պետք է տալ իրավական գնահատական եւ գործը մտնի դատարան։ Ես կխնդրեի ներկայացնել նախ տվյալ վճիռը որքանով է կատարվել եւ ինչ փուլում է գտնվում, սա մեկ, եւ Տիկին Տատախաս, իհարկե բոլորս գիտենք, որ գործը ներկայությամբ դատարանում է, ընթանում է քննություն եւ նոր գործը հարուցված 309 հոդվածով, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահում եւ ներկայությամբ շուրջ 1 տարուց ավել գործը քննվում է արդյոք քննության ենթակա առարկան դարձնելն է, այսինքն քննությունը, որ ընթանում է ինչի շուրջ, պետք է քննության առարկա դառնա, թե ոչ։ Հաջորդ այս պարագայում, եթե մենք ունենք ՄԻԵՏ-ի վճիռը, ասենք ուզում եմ հասկանամ, ինչպես պետք է էլի գործի ընթացքը ընթանա, հաջորդը մենք կայացրել ենք մարտի 1-ի լսումները եւ այդ լսումների շրջանակներում դուք հայտարարեցիք, որ գործի քննության ուղղությունը պետք է փոխվի եւ պետք է բացահայտվի այլ ուղղությամբ շղթան, որը իրականացրել է մարտի 1-ի հանցագործությունը, այն ստորին օղակից մինչեւ գիրագույն գլխավոր հրամանատարը, որոնք հրամաններ են արձակել, որոնք գործողություններ են իրականացրել, պետք է ամբողջությամբ բացահայտվի եւ ներկայությամբ ՄԻԵՏ-ը եւս ապացուցված է համարում, որ մարտի 1-ի գործողությունները կազմակերպվել է շղթայաբար, ղեկավարվել է պետական համակարգի կողմից։ Հաջորդը Տիկին Տատախաս, հիմա դուք ձեր լավ արձագանքի ժամանակ։ Խնդրեմ Տիկին Տատախաս։ Շնորհակալություն, շարունակելով ուղղակի այն ինչ սկսել էր ասել Տիկին Քլոյանը, նշեմ, որ այո, վճռի կատարումը պարտադիր է, բայց Եվրոպական դատարանի վճիռը չի փոխարինում ներպետական ակտերին։ Եվրոպական դատարանը ինքն է նշում, որ ինքը չի կարող առաջին ատյանին փոխարինող ակտ կայացնել, բայց մենք նաև առիթ ունեցել ենք լսումների ժամանակ այս հարցին անդրադառնալու, Եվրոպական դատարանը մի քանի կարևոր արձանագրում է արել եւ այդ արձանագրումների հիման վրա այս պահին, եթե վստահ եմ հետևում եք, կան դատարան ուղարկված նոր մեղադրանքներ, որոնք ի տարբերություն մարտի 1-ի մյուս մեղադրյալների վերաբերյալ գործերին արդեն դատաքննության փուլն են հատել, այսինքն սկսել են ապացույցները հետազոտվել։ Ես կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել վճռի 205-րդ կետում արձանագրված հանգամանքի վրա Ֆարմանյանի գործով հենց, որտեղ դատարանը հստակ արձանագրում է, որ ազատության հրապարակում անցկացած հանրահավաքները եղել են խաղաղ։ Սա այլևս արձանագրում է, ու սա միայն Ֆարմանյանի գործով չի։ Սա դարեսկզբի գործով, ասա Միասնիկ Մալխասյանի գործով, ասա Մուշեղ Սաղաթելյանի գործով, ասա Վիրաբյանի գործով, այսինքն դատարանը կայուն ամրագրում է, որ ցույցը եղել է խաղաղ։ Առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի։ Մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը։ Սա եւս կարևոր արձանագրում է, ու այս հանգամանքն է, որ դրված է բոլորովին վերջերս դատարան ուղարկված մեր 309 հոդվածի բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցման մեղադրանքի տրամաբանության հիմքում։ Այսինքն չի կարելի տարանջատված նայել, Տիկին Թովմասյանի հարցի մեջ կար 10 անձանց սպանությունը հետևանքա մարտի 1-ի առավոտվանից սկսած շղթայական գործողությունների եւ դրանում ներգրավված են ոչ միայն ոստիկանական ուժերը, այլև զինված ուժերը։ Եվ այս առումով էլի կկրկնվեմ, բայց կասեմ, որ մենք ունենք դատարան ուղարկված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրանքներ, որոնք Եվրոպական դատարանի իմ կողմից նշած այս 5 կարելի ասել
հայեցակարգային վճիռների հիման վրա վաղամության ժամկետներ չենթադրող հանցագործություններ են։ Այսինքն սրանք համարվում են խոշտանգումներ կամ խոշտանգումներին հավասարեցված վարքագիծ, այսինքն բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցում։ Եվ դա է պատճառը, որի տարբերություն մի քանի տարի առաջվա իրավիճակի, երբ որ մենք չունենք Վճռաբեկ դատարանի 23 թվականի որոշումը Վիրաբյանի վրա հենված, երբ որ մենք չունենք Ֆարմանյանի գործով Եվրոպական դատարանի ուղենիշային վճիռը, մենք ունենք որոշակի իրավական անորոշություն, ստեղ վաղեմության ժամկետներ կիրառելի են թե ոչ։ Բայց Եվրոպական դատարանի վճիռը շղթայական գործողությունների պատճառական կապերը իրար հետ տրամաբանորեն թղթակցելով, ի վերջո մեզ հիմք է տալիս ասելու, որ մենք գործ ունենք բռնությամբ զուգարտված իշխանությունների լիազորությունների անցման հետ, որը անժամկետ հանցագործություն է, եւ այս դեպքում պնդելով, որ վաղեմության ժամկետները լրացել են, չի կարող վարույթն իրականացնող մարմինը, լինի դա նախաքննական մարմինը, թե դատարանը չի կարող քրեական հետապնդումը դադարեցնել։ Հենց դա էր պատճառը, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ հենց ես ինքս եմ որոշում կայացրել, հիմքում դնելով Եվրոպական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները եւ գործը գտնվում է դատարանում։ Հենց այս նույն տրամաբանությամբ է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Թամամյան Հովհաննեսին մեղադրանքը առաջադրված հենց խոշտանգման դրվագով, որովհետեւ մենք վարույթում ունենք տվյալ, որ այդ խոշտանգման արդյունքում ուղիղ հանձնարարությամբ անձի ուսն է կոտրվել, ինչը մարմնական վնասվածքի աստիճան է ենթադրում։ Եվ նմանատիպ տրամաբանությամբ նաեւ հիմա դատարանում քննվում է Վալերի Օսիպյանի եւ Ռոբերտ Մելքոնյանի դրվագները։ Առաջիկայում դատարան է ուղարկվելու նաև Չերյոմուխայի կիրառման հետ կապված դրվագը։ Այստեղ Եվրոպական դատարանը կարևոր արձանագրում է անում։ Ասում է, որ առանց պատշաճ պատրաստվածության ժամկետանց զենքերը առանց սահմանված կարգի կիրառումը առաջացնում է հետևանքներ, որոնց համար պատասխանատու են ոչ միայն ուղիղ կիրառած անձինք, այլև այն անձինք, ովքեր առանց պատշաճ պատրաստվածության, առանց ապահովելու ներպետական եւ միջազգային օրենսդրության պահանջները, իսկ ինչու միջազգային, որովհետեւ կոնվենցիայի երկրորդ հոդվածը կյանքի իրավունքը որոշակի այս առումով սահմանափակումներ ունի, առանց այս ամեն ինչը կիրառելու թույլ է տվել, որ այս մահաբեր ուժը կիրառվի։ Այսինքն այստեղ Եվրոպական դատարանի վճիռը մեզ թույլ է տալիս ասելու, որ խոսքը չի գնում վերջին պատճառական կապին, այսինքն այս ինչը կրակեց մեկ այլ անձի վրա։ Խոսքը գնում է ընդհանրապես շղթայական մարտի 1-ի առավոտից սկսած, այսպես ասած, ոստիկանական գործողություններով, որոնք ըստ էության ագրեսիվացրել են իրադարձությունները մինչև արդեն մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները։ Ու հիմա քննությունը այդ տրամաբանությամբ է իրականացվում։ Նաև նշեմ, որ դատարան ուղարկված 4 անձի վերաբերյալ վարույթը դեռևս կհամալրվի նոր մեղադրանքներով, որոնք կվերաբերվեն արդեն Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք էլի այս տրամաբանության մեջ օժանդակել են, որպեսզի բանակն օգտագործվի ըստ էության Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խաղաղ ցուցարարների դեմ։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Կարծում եմ տարվա ընթացքում այս ամեն ինչ որ ասցի կհասցնի լինել դատարանում։ Բայց տիկին դատախազ եւս մեկ հարց ինձ հետաքրքրում է, դուք այստեղ ձեր զեկուցում նշել եք, որ 2008 թվականի մարտի 1-ի 2-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան եւ անձանց կողմից ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերով նախաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ հետազոտվել են եւ դուք այստեղ նշում եք, թե ինչն է հետազոտվել։ Ինձ հետաքրքիր է, դա նոր բացված գործի շրջանակներում է այսքան բացահայտումները հետազոտության եղել եւ այդ հետազոտությունների արդյունքում ինչ որ նոր բացահայտումներ, նոր մեղադրանքներ կլսենք մենք։ Դրանք նոր չեն, որովհետև ոչ թե նոր չեն, այլ շարունակական գործողության արդյունք են, որովհետև 2018 թվականից սկսած, երբ մարտի 1-ի իրադարձությունները սկսել են քննվել հատուկ քննչական ծառայության կողմից, այդ փորձաքննությունները նշանակվել են, եւ մենք ամեն տարի հետազոտված ապացույցների քանակը նշել ենք, այո, ավելանում է հետազոտված ապացույցների քանակը եւ դա շարունակականության արդյունք է, բայց մենք ունենք դրվագ, այո, որտեղ ունենք տվյալ կոնկրետ անձի կողմից կոնկրետ կրակ արձակելու հրաման տալու մասին եւ այդ դրվագն էլ իհարկե առանձին որակմամբ կուղարկվի դատարան։ Այսինքն այն իրավիճակներում, երբ որ մենք ունենում ենք փաստական տվյալներ կոնկրետ մահաբեր ուժ կիրառելու եւ մահ հասցնելու նպատակով կրակելու վերաբերյալ հրամանի, այդ մեղադրանքներն էլ առանձին են ուղարկվում դատարան։ Բայց ամբողջը նույն մարտի 1-ի տրամաբանության մեջ է։